Բարի երեկո, սիրելի ժողովուրդ։ Նախ ուզում եմ տեղեկացնել, սիրելի ժողովուրդ, որ այս կիրակի, եկող արդեն կիրակի, բարև ձեզ, ժամը 16:30 Զաքյան 19 հասցեում, որտեղ տեղի ունեցավ մեր գրքի շնորհանդեսը, մենք նորից հանդիպում ենք կազմակերպել մեր ընթերցողի հետ, այնպես որ եթե այստեղ մեր հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր ապրում են Երևանում, ժամանակի խնդիր եթե չունեք, սիրով համեցեք, սիրելի ժողովուրդ, կիրակի օրը, մարտի 23-ին, ժամը 16:30-ից սկսած, Զաքյան 10 ռուսական դեսպանատան դիմացի մայթ է, շատ հեշտ է գտնել հասցեն, սիրով համեցեք։ Հիմա ես ուզում եմ պատմել ձեզ մի կնոջ մասին, որի կենսագրությունը մնաց պատմության փոշու տակ և անարդարացի այսպես գտնվեց պատմությունը կամ ճակատագիրը, ես չգիտեմ։ Օրինակ, սիրելի ժողովուրդ, տեսեք, եթե հիմա ես կամ որևէ մեկը, չգիտեմ, նույնիսկ Google-ը, եթե մենք հարցնենք Google-ին, պարզապես Google-ում գրենք հայկական սոխակ, փորձեք, անպայման կբերի Գոհար Գասպարյանի անունը, ամենայն հարգանքով Գոհար Գասպարյանը մեծություն է, Գոհար Գասպարյանը հանճարեղ երգչուհի է, Գոհար Գասպարյանը ժողովրդական արտիստուհի էր, նույնիսկ սոցիալիստական աշխատանքի հերոս, Գոհար Գասպարյանը Հայաստան եկավ 40-ականներին և նրա կարիերան այսպես սկսվեց 50-ականներին, եթե կարելի է այդպես մոտավոր համարել, բայց և Գոհար Գասպարյանը վաստակեց այդ հայկական սոխակ անունը, նորից կրկնում եմ, ամենայն հարգանքով դեպի մեծ երգչուհին, մեծ արտիստը, բեմի այսպես ասած Ռաֆ իրան, բայց մենք ունենք հայ օպերային առաջին երգչուհին, որը փայլում էր եվրոպական բեմերում Գոհար Գասպարյանի ծնվելուց, Գոհարը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերին, Գոհար Գասպարյանի ծնվելուց դեռևս 40 տարի առաջ։ Այսինքն Գոհար Գասպարյանից դեռևս 40 տարի առաջ մենք ունեինք հայ օպերային առաջին երգչուհին, որին Միլանի Լասկալայում 1800 թվականների վերջի մասին է խոսք, 1880-ականների մասին է խոսք, ես կպատմեմ ձեզ, որին Միլանի Լասկալայում տվեցին հայկական սոխակ անունը, բայց այս անունը ես չգիտեմ մոռացվեց, ես չեմ կարող ասել դիտավորյալ, թե չգիտեմ, ոչ ոքի մեղադրելու այսպես բարոյական իրավունքն էլ չունեմ, սիրելի ժողովուրդ, բայց հանճարեղ այս կնոջ կենսագրությունը, հանճարեղ այս կնոջ կերպարը, այս կինը առաջին հայ երգչուհին է, առաջին, սիրելի հայեր, առաջին հայ երգչուհին է, որը հայկական ժողովրդական երգը հասցրել է Փարիզ, Իտալիա, Գերմանիա, Եվրոպա, առաջին հայ երգչուհին, երգչուհի, որը հրաշալի է այսպես սոպրանո լինելուց բացի համերգների վերջում պարտադիր հայկական ժողովրդական երգեր էր կատարում, կրկնում եմ, առաջին երգչուհին, որը հայկական ժողովրդական երգը հասցրեց Եվրոպա, բայց այս կնոջ անունը մոռացվեց։ Ես չգիտեմ քանիսը գիտեն նրա անունը, իհարկե գիտեն, իհարկե լսել են այս անունը, շատ թե քիչ շոշափվել է, շատ թե քիչ մենք լսել ենք նրա մասին, բայց կենսագրականին տեղյակ չենք դրա անցած ճանապարհին և առավել ևս հանճարեղ այս կնոջ ողբերգական կյանքին։ 1868 թվականի մարտի 21-ին, այս օրերին, 1868 թվականի, ռուսական կայսրության Աստրախանում ծնվեց
Համբարձում Պապայանի և Ելիզավետա Կոտոյանի երկրորդ զավակ աղջիկը, նրանք արդեն մի տղա ունեին Վոլոդյան և ծնվեց աղջիկը։ Ուրեմն համբարձումը սովորական այսպես միջին դասի առևտրական էր, ֆինանսական այսպիսի խնդիրներ ոչ շքեղ էին ապրում, ոչ հարուստ էին, ոչ էլ այսպես կարիք ունեին, հա։ Իսկ Ելիզավետան ամբողջովին իրեն նվիրել էր երեխաների դաստիարակության, հա, Վոլոդյայի և Նադեժդայի դաստիարակությանը։ 9 տարեկանում Նադեժդան ինքնուրույն սովորում է դաշնամուր նվագել և երգել։ Հրաշալի ձայն ուներ նաև Տեր Հովհաննեսը։ Տեր Հովհաննեսը Ելիզավետա Կոտոյանի եղբայրն էր, այսինքն Նադեժդայի քեռին, որը Աստրախանի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու քահանան էր, այսինքն երգի հանդեպ երաժշտության հանդեպ սերը երեխան ժառանգել էր մորից և քեռուց։ Հիանալի հրաշալի երգում էր նաև Վոլոդյան, հա, եղբայրը Նադեժդայի։ Ես կպատմեմ այս ողբերգական կյանքի մասին, սիրելի ժողովուրդ, իրապես ողբերգական, թեև չգիտեմ որն էր ավելի ողբերգական Նադեժդա Պապայանի կյանքը, թե ճակատագիրը նրա մահից հետո, որ այդպես էլ այս անունը չբարձրացավ հայերի մեջ։ Հայրը չտվեցին այս անունը, հայրը թողեցին ուղղակի պատմության տակ այս հռչակավոր ուղղակի, գիտեք, 1880-ական թվականներին Նադեժդա Պապայանին ծափահարում էին եվրոպական բեմերում, դեռևս կրկնում եմ, ամենայն հարգանքով, հանկարծ սխալ չընկալվի, կրկնում եմ Գոհար Գասպարյանի ծնվելուց դեռևս 40 տարի առաջ, ծնվելուց, իսկ Գոհար Գասպարյանը, կրկնում եմ, կարիերան սկսեց արդեն 50-ականներին, այսինքն 1880-1950 տարի առաջ։ Գոհար Գասպարյանի կարիերայի սկզբից 70 տարի առաջ եվրոպական բեմերում փայլում էր այս հանճարեղ երգչուհին, ուղղակի փայլում էր։ Ինչ էին անում երեխաները, Համբարձումի և Ելիզավետայի աղջիկը և տղան, հա։ Դաշնամուր նվագել էր սովորել աղջիկը, երգում էին քույր ու եղբայր, բեմականացումներ էին այսպես կազմակերպում ընտանիքի համար, հա, ծնողների համար, քեռու համար, Հովհաննեսի համար, հա, որն ասացի արդեն քահանան էր եկեղեցու, հրաշալի ձայն ուներ, հրաշալի տենոր էր, հա, քեռին։ Ուրեմն ծնողները նկատում են երեխաների տաղանդը երկուսն էլ հրաշալի երգում էին, քեռին Հովհաննեսը խորհուրդ է տալիս ծնողներին, ասում է մի քիչ երեխաները մեծանան, անպայման ուղարկենք Սանկտ Պետերբուրգ կայսերական դպրոցում սովորելու, այս երեխաները լուրջ ապագա ունեն։ Քույր ու եղբայր այսպես խանդավառված որոշում են, որ իրենց լուրջ այսպես հրաշալի ապագա է սպասում, մանավանդ որ ծնողները ապահովել էին երեխաներին շատ թե քիչ, հա, բայց ճակատագիրը բոլորովին այլ բան էր որոշել։ Ուրեմն մի օր երեխաները այսպես տան պայմաններում բեմ պատրաստելիս, բեմ են պատրաստում, որ հիմա իրիկունը պիտի ծնողները գան, քեռի Հովհաննեսը պիտի գա քահանան, նոր համերգ պիտի տան, իբր թե նոր երգ են երգում, Հովհաննեսը պիտի երգի, ներողություն, Վոլոդյան պիտի երգի, Նադեժդան պիտի նվագի, դաշնամուր է արդեն նվագում, հա, այդ բեմը պատրաստելու ժամանակ Նադեժդան շատ պատահական սայթակում է աթոռի վրայից եւ ընկնում է տախտակից դուրս ցցված մեխերի վրա եւ վնասում է աչքը։ Լուրջ վնասում է աչքը, այսինքն երեխայի աչքը դուրս է գալիս։ Ծնողները Վոլոդյանին թողնում են քեռի Հովհաննեսի խնամքին եւ աղջկան տանում են Փարիզ։ Փարիզից աղջիկը վերադառնում է ապակի աչքով, այսինքն տակավին երեխա մի աչքը արդեն ապակի էր։ Բայց սա ընդամենը լուրջ հարված էր սա իհարկե երեխայի համար, երեխան արդեն կոտրվում է, շատ լուրջ հարված էր, բայց ճակատագիրը դեռևս լուրջ փորձությունների պիտի ենթարկեր 1880 թվականին թոքախտից մահանում է 15-ամյա Վոլոդյան, Նադեժդայի ավագ եղբայրը, ընդամենը 15 տարեկան։ Եղբոր մահը սարսափելի մեծ հարված է հասցնում այդ ժամանակ Աստրախանի Մարինյան ներողություն օրիորդաց վարժարանում սովորող Նադեժդայի համար շատ սարսափելի հարված է դառնում եւ Նադեժդան
ինքն իրեն եւ ծնողներին խոստանում է հասնել ճանաչման մեծ բեմերի, այսպես ասած, հա, ինչպես երբևէ որոշել էին եւ երազում էին քույր եւ եղբայր եւ վաղամերիկ այս պատանին Վոլոդյան, հա, շատ հաճախ ասում էր Նադեժդա, ես տղամարդ եմ, վերջապես ես այո սիրում եմ երգել, բայց դա քո ճանապարհն է, դու պիտի հասնես մեծ բեմերի, իսկ ես մեծ գործեր ունեմ անելու, բայց ինչպես ասացի, ճակատագիրն այլ բան է որոշել, 15-ամյա պատանին թոքախտից մահանում է, Նադեժդան կոտրվում է, բայց խոսք է տալիս ինքն իրեն եւ ծնողներին հասնել մեծամեծ բեմերի։ 1884 թվականի, տեսեք ինչ թվերի մասին է խոսքը, սիրելի ժողովուրդ, 1884 թվական։ Աստրախան հյուրախաղերեն ժամանում օպերային երգիչներ համերգներ են դնում, մի օր, երկու օր, երեք օր Նադեժդան բոլոր համերգներին գնում է, անպայման նստում է առաջին շարքում։ Մի օր տենորներից մեկին խնդրում է ուղղակի այս աղջիկը, ասում է, գիտեք, մեր Մարինյան վարժարանում, այս օրիորդաց վարժարանում մենք հատուկ խումբ ունենք, աղջիկներով երգում ենք, շատ լավ կլինի, որ գաք մեզ լսեք, շատ ենք խնդրում տենորներից մեկին։ Ու տենորն ասում է, դե երեխա են, ոչինչ, գնանք լսենք, այսպես գնում են եւ այս օրիորդի ձայնը պարզապես ապշեցնում է տենորներին։ Ասում են, աղջիկ ջան, դու պարտադիր, շատ պարտադիր, անհապաղ պիտի գնաս Սանկտ Պետերբուրգ։ Այդպես է լինում է, արդեն 2 տարի անց ոսկե մեդալով ավարտում է Նադեժդան Մարինյան օրիորդաց վարժարանը եւ համբարձում աղջկա ձեռքը բռնած նրան տանում է Սանկտ Պետերբուրգ։ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտորն էր ոչ անհայտ Անտոն Ռուբինշտեյնը։ Ուրեմն Ռուբինշտեյնը քննական քննությունների ժամանակ, երբ որ լսում են Նադեժդայի ձայնը, ապշում է պարզապես ապշում է եւ այդպիսի հռչակավոր մանկավարժ եւ պրոֆեսոր կար Վիլհելմինա Ռաաբ, կոնսերվատորիայի մանկավարժներից, հա։ Ռուբինշտեյնը կանչում է Վիլհելմինա Ռաաբին, ասում է այս աղջկան տիրություն արա, այս աղջկան շատ մեծ ապագա է սպասվում, անպայման տիրություն արա։ Մագդալինան մտնում է Վիլհելմինայի դասարան եւ այսպես անակնկալի է գալիս, որտեղ այդ դասարանում էր սովորում նաեւ Մագդալինա Գյանջան, այդ Մագդալինան հետո դառնալու էր շատ ճանաչված երգչուհի եւ մանկավարժ, բայց ինչպես արդեն ասացի, Մագդալինա Գենջյանի անունը մենք չգիտենք։ Ես չգիտեմ, Հայաստանում կանց գիտեն Մագդալինա Գենջյանի անունը։ Այսպես Նադեժդա Պապայանը տակավին երիտասարդ օրիորդը եւ Մագդալինա Գենջյանը դառնում են Վիլհելմինա Ռաաբի ոսկե, այսպես ասած, խաղաքարտերը։ 88 թվականին ես հիմա մի հատված կկարդամ այդ հայտարարությունից։ 88 թվականին փետրվարին Սանկտ Պետերբուրգի Նուվելիստ ամսագիրն է գրում։ Նուվելիստ այդպիսի ամսագիր կար Սանկտ Պետերբուրգում, հա, մշակութային ամսագիր էր։ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում օրեր առաջ բեմադրվեց Մոցարտի կախարդական սրինգը, երգչուհիներից պետք է առանձնացնել երկուսին՝ պրոֆեսոր Ռաաբի աշակերտներ Նադեժդա Պապայանին եւ Մագդալինա Գենջյանին։ Այս երգչուհիները մեծ պատիվ են բերում իրենց դասախոսին եւ կոնսերվատորիայի ռեկտոր Ռուբինշտեյնին։ Ուսման 2-3 տարում արդեն Նադեժդա Պապայանը հայտնի էր Սանկտ Պետերբուրգի մշակութային այդպես շրջանակներում, նրան արդեն ճանաչում էին Վերդի, ես չգիտեմ, Գունո, Ռոսինի, նույնիսկ Ռուբինշտեյնի օպերաներից այս արիաները պարզապես հռչակ են բերում երգչուհուն, երիտասարդ երգչուհուն, հա։ Այդ տարիներին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան ավարտում է եւս մեկ հանճարեղ հայ Մակար Եկմալյանը։ Մակար Եկմալյանը, սիրելի ժողովուրդ, Մագդալինա Գենջյանը եւ Նադեժդա Պապայանը դառնում են այդ թվականների Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի բոհեմյան այսպես ոսկե եռյակը եւ հայ համայնքը այսպես բոհեմական մշակութային կյանքով է ապրում Սանկտ Պետերբուրգում, այս երեքը դառնում են այսպես ոսկե եռյակը Մակար Եկմալյան, Մագդալինա Գենջյան եւ Նադեժդա Պապայան։ Բայց աղջիկն իծնե խնդիր ուներ առողջական։ Սանկտ Պետերբուրգի խոնավ օդը սկսում է կամաց առողջության վրա ազդել։ Բժիշկները խորհուրդ են տալիս օդը փոխել, կլիման փոխել, բայց Նադեժդան շատ էր սիրում Սանկտ Պետերբուրգը, սակայն
օրերից մի օր Անտոն Ռուբինշտեյնը անտեղի վիրավորում է Նադեժդա Պապայանին, անտեղի վիրավորում է։ Ես չեմ ուզում մանրամասնել, ես նույնիսկ գրքում չեմ մանրամասնել, թե ինչի համար է վիրավորում, թեև ես դա կարդացել եմ, գիտեմ, բայց հարկ չհամարեցի դրա մասին խոսել, սիրելի ժողովուրդ, ոչ գրքում, ոչ էլ ձեզ կասեմ։ Սրանից հետո Նադեժդա Պապայանը վերջնականապես որոշում է թողնել Սանկտ Պետերբուրգը եւ մեկնել Իտալիա։ Հետաքրքիր է, որ մեկնելու օրը երկաթգծի կայարան է գալիս Անտոն Ռուբինշտեյնը, կարելի ասել այսպես ծնկաչոք ներողություն է խնդրում, համոզում է, խնդրում է, ասում է ինչ անեմ, որ չգնաս։ Դե Անտոն Ռուբինշտեյնն արդեն տարիքով մարդ էր, հա, պրոֆեսոր, վերջապես այսպես հայտնի մեկն էր Սանկտ Պետերբուրգի մշակութային շրջանակներում, Նադեժդան մեծահոգաբար ներում է ծերուկին, այսպես ասած, ասում է ես քեզ ներում եմ, բայց միևնույն է պիտի գնամ, բայց մի օր կվերադառնամ, ոչինչ, մի օր կվերադառնամ։ Այսպես մեկնում է Իտալիա Նադեժդա Պապայանը։ Հռչակավոր մանկավարժ կար Ֆիորիտոյի մոտ 2 տարի լուրջ ուսումնական շրջան է անցնում Իտալիայում, Նադեժդա Պապայանը արդեն սկսում է ելույթներ ունենալ Նեապոլում, Միլանում, հենց այդ ժամանակ 1893 թվականին, սիրելի ժողովուրդ, 1893 թվական Միլանի Լա Սկալայում նրա ձայնը լսելուց հետո Նադեժդա Պապայանին տալիս են հայկական սոխակ անվանումը եւ այդպես էլ մնում է։ Բայց ժամանակի հետ ես ուզում եմ հանկարծ սխալ չհասկանանք միմյանց, սիրելի ժողովուրդ, ես շատ զգուշ եմ, շատ նուրբ եմ մոտենում այս ամեն ինչի, որովհետև կրկնում եմ ամենայն հարգանքով Գոհար Գասպարյանի անունը որևէ մեկը չի կարող ստվերել, Գոհար Գասպարյանը հռչակավոր դեմք է, ես ընդամենը փորձում եմ ձեզ պատմել այն մասին, որ Գոհար Գասպարյանից դեռևս 40-50 տարի առաջ 1893 թվականին Միլանի Լա Սկալայում արդեն փայլում էր հայկական սոխակը, հայ օպերային առաջին երգչուհին Նադեժդա Համբարձումի Պապայանը, որի անունը մոռացվեց։ Ուրեմն սկսում են միանգամից հրավերներ Հռոմից, չգիտեմ Միլանից, չգիտեմ նույնիսկ Լա Սկալայի հրավերը Նադեժդա Պապայանը մերժում է։ Այստեղ չի մանրամասնում նրա կենսագիրը, ես չգիտեմ ինչու է մերժում Լա Սկալայի այդպես պատվավոր օպերային այդ բեմի հրավերը, չգիտեմ ինչի համար է մերժում, բայց մերժում է։ Միլանի կոնսերվատորիայում էր սովորում եւս մեկ հռչակավոր, բայց մեզ ցավոք անհայտ տենոր Բեգլար Ամիրջանյանը։ Այս անունը ես չեմ կարծում, թե որևէ հայ լսել է Միլանի կոնսերվատորիայում Բեգլար Ամիրջանյանը։ Նադեժդան մերժում է բոլոր այս հրավերները եւ Բեգլար Ամիրջանյանը նրան խորհուրդ է տալիս մեկնել Թիֆլիս։ Ասում է դե այդպես է, մեկնենք Թիֆլիս, այնտեղ համերգներ կդնենք, Թիֆլիսում արդեն լսել էին Նադեժդա Պապայանի անունը, բայց շատ հեռվից, որևէ մեկը չէր ճանաչում նրան։ Նադեժդա Պապայանը ժամանում է Թիֆլիս 1890-ական թվականներն են, 1893 թիվ ավելի շուտ, նույն թվականին ժամանում է Թիֆլիս։ Թիֆլիսի կայսերական օպերային թատրոնը այդ ժամանակ գտնվում էր սննկացման եզրին։ Սննկացված էր, որևէ մեկը թատրոն չէր մտնում, այդ թատրոնը ուղղակի, այսպես ասած, չգիտեմ, մտածում էին արդեն շենքը վաճառել կամ վարձով տալ, այսպես, հա, ոչինչ չէր անում, այդ շենքը սննկացման եզրին էր, չէին կարողանում պահել։ Եվ հանկարծ ժամանում է Լա Սկալայի հայկական սոխակը։ Միանգամից այսպես ոգևորվում են կայսերական թատրոնում բեմում պատրաստում են արդեն, բայց Թիֆլիսի կայսերական թատրոնը Նադեժդա Պապայանին այսպես մեղմ ասած, այսպես վերջնագիր, այսպես ասած ճակերտավոր ուլտիմատում է տալիս, ասում է սիրելի երգչուհի, դու կարող ես այստեղ ելույթներ ունենալ, բայց ոչ Պապայան, այլ Պապաևա։ Նադեժդա Պապաևա, հնչում է, չէ՞։ Ինչ Նադեժդա Պապայան, Նադեժդա Պապայան անուն մենք չենք կարող գրել այսպես գովազդային այդ պաստառների վրա, Նադեժդա Պապայանը կտրականապես հրաժարվում է, կտրականապես, ասում է կամ Նադեժդա Պապայան, կամ էլ դուք գիտեք։ Ուրեմն այս հարցը հասնում է
իշխանուհի Մարիամ Դոլուխանյան Թումանյանին, Մարիամ Դոլուխանյան Թումանյանը այսպես առասպելական զորավոր կերպար էր, ես այս կնոջ մասին մի օր առանձին հաղորդում կանեմ, որպեսզի իմանաք, սիրելի ժողովուրդ, թե ով էր իշխանուհի Դոլուխանյանը եւ ինչեր է արել հայերի համար։ Երբ որ այս հարցը հասնում է իշխանուհի Դոլուխանյանին, նա Թիֆլիսի շատ մեծ զորավոր լծակների էր տիրապետում իշխանուհի Դոլուխանյանը։ Նա կարողանում է այս հարցը լուծել հօգուտ Պապայանի, ասում են նա մեր ազգի երկչուհին է եւ չի կարող լինել Պապաևը, նա Նադեժդա Պապայան է։ Կայսերական թատրոնը պարզապես հանձնվում է, որովհետեւ այսպիսի հեղինակություն կորցնելու, գիտեք, թատրոնն արդեն ինքն իրեն կործանված էր, մտածում են չկորցնեն թատրոն, ասում են լավ, դե որ չեն կարողանում, թող լինի Պապայան։ Նադեժդա Պապայանը նույն թվականին 1893 թվականին Գունոյի Ֆաուստ օպերայից կատարում է Մարգարիտայի Արիան առաջին անգամ Թիֆլիսում։ Կայսերական թատրոնը այսպես վերածնունդ է ապրում, բոհեմական միջավայր է եւ սիրելի ժողովուրդ, խնդրում եմ ուշադիր լսեք։ 1893 թվականին Թիֆլիսի կայսերական թատրոնում Գունոյի Ֆաուստ օպերայի Արիան կատարելիս Նադեժդա Պապայանի կողքին հայտնվում է 19-ամյա երիտասարդ, որին ոչ մեկը չէր ճանաչում։ Նադեժդա Պապայանը այս 19-ամյա երիտասարդին ամեն անգամ բեմ է տանում Թիֆլիսի թատրոններում։ Այս 19-ամյա երիտասարդը մի քանի տասնամյակ անց, ընդամենը 1-2 տասնամյակ անց դառնալու էր հռչակավոր Ֆյոդոր Շալյապին, իսկ Նադեժդա Պապայանին պարզապես մոռանալու է եւ մոռանալու էին հայերը։ Ֆյոդոր Շալյապին 19 տարեկան ինչ-որ երիտասարդ, ոչ մեկը չի ճանաչում։ Նադեժդան ասում է ոչինչ, թող գա տղան հիանալի տվյալներ ունի, ես կօգնեմ նրան։ Ֆյոդոր Շալյապին։ Մի հատ հարցրեք Ֆյոդոր Շալյապին, ով է աշխարհով մեկ, եւ հարցրեք ով է Նադեժդա Պապայանը։ Նա Թիֆլիսում հարցրեք ով է Ֆյոդոր Շալյապինը, Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում հարցրեք։ Եվ հարցրեք ով է Նադեժդա Պապայանը։ Դու Հայաստանում հարցրեք ով է Նադեժդա Պապայանը։ 20, 30, 40 հոգի, ես չգիտեմ լսել են նրա անունը թե չէ։ Այսպես Նադեժդա Պապայանի ելույթից հետո Թիֆլիսի կայսերական թատրոնը վերածնունդ է ապրում։ Նադեժդա Պապայանը մտերմանում է Մարիամ Դոլուխանյանի եւ Ալեքսանդր Շիրվանզադեի հետ։ Ես հիմա ուզում եմ ձեզ 3 տողով կարդալ Շիրվանզադեի գնահատականը։ Ահա շողշողուն ադամանդ, որով հայերը կարող են հպարտանալ այնպես, ինչպես հպարտանում են Պետրոս Ադամյանով։ Այն գեղարվեստական ճաշակը, որը ցույց տվեց Նադեժդա Պապայանը, չի ունեցել ոչ մի հայ արտիստ բացառությամբ նրա։ Ինքը բնությունն է շռայլորեն պարգևել հայ երգչուհուն բացառիկ հարուստ քաղցրահունչ ձայնով, բայց այս հրաշալի պարգևի հետ միասին բնությունը շնորհել է նրան նաև գեղարվեստական ճաշակ, հենց այդ ճաշակը եւ երկնային պարգևն են կախարդական ուժով ցնցել հասարակությանը, թողնելով խոր հետք նրա սրտում։ Ուրեմն համերգներից մեկի ժամանակ Թիֆլիսում Նադեժդային ինքնամոռաց սիրահարվում է Բորիս Արղուտյան երկայնաբազուկը, եթե ծանոթ եք պատմությանը, երկայնաբազուկների այսպես հարուստ տոհմական տոհմ կար Թիֆլիսում, Արղուտյանների տոհմը։ Ուրեմն սիրահարվում է երիտասարդ Բորիս Արղուտյան երկայնաբազուկը։ Օդեսայում ապրած ցոփուշվայ կյանքին սովոր այս երիտասարդը մի պատուհաս էր, իսկական պատուհաս։ Բայց 25-ամյա երգչուհին, որն արդեն բազմաթիվ հայտնիների այսպես ամուսնության առաջարկներ էր մերժել, չգիտես ինչու սիրահարվում է, ուղղակի սիրահարվում է Բորիսին։ Իշխանուհի Մարիամ Դոլուխանյանը փորձում է Նադեժդային ամեն կերպ հետ պահել։ Այսպես, գիտեք, աղջկա պես, իր երեխայի պես ասում է Նադեժդա, աղջիկս, ինչ ես գտել դրա մեջ։ Երես առած լկստված, մի չգիտեմ, այսպես պատուհաս, ինչ կա դրա մեջ։ Բայց Նադեժդան սիրահարվում է։ Հետո նրանց այս սիրավեպի մասին լուրերը հասնում են Արղուտյանների տոհմին։ Գալիս են Բորիսի հայրը եւ մայրը, այսպես մեծահարուստ ազնվականներ եւ հանրային այսպես
պարսավանքի են ենթարկում, Նադեժդային ասում են մի հատ տղա ջան, քեզ նայիր, իրենց տղային են ասում, այսպես ազնվական, մեկ էլ ես բեմում թրվռացողին նայիր, Նադեժդային վիրավորում են, բեմում թրվռացողին նայիր, հետաքրքիր է, որ անողնաշար այս երիտասարդ, այս տահաս երիտասարդը Բորիսը պարզապես թողնում է, աղջկան, որևէ բառ չի ասում, ընկնում է ծնողների հետևից, գլուխը կախկնում է տղայականջներից, այսպես մեղմ ասած քաշում են, ասում են գործ չունես այդ բեմում թրվռացողի հետ, կոտրվում է աղջիկը, շատ լուրջ կոտրվում է, բայց Մարիամ Դոլուխանյանը օգնում է նրան, այսպես ասած, չկոտրվել։ Ուրեմն ազնվական ծագում չունեցող, բեմում թրվռացող այս արտահայտությունը Նադեժդային հասցնում է դեպրեսիայի մեջ է գցում այս կնոջը, երիտասարդ աղջիկ էր դեռևս։ Ու զարմանալին գիտեք ինչն է, որ համերգներից հետո ոչ միայն ծաղիկներ, Նադեժդային սկսում են թանկարժեք նվերներ տալ, ադամանդներ, ոսկեղեն, այս ամեն ինչով սկսում են ողողել, բայց միայն ազնվական ծագում չունենալը Աստրախանում ծնված ինչ-որ վաճառականի աղջիկ էր, հա, իսկ արղությունները դե ազնվական տողմ, այսպես ինքնահավան գոռոզ։ Բորիսի այս անտաղամարդավարի այսպես ինչ ասեմ, ես նույնիսկ այդ բառը չեմ գտնում ասել, հա, այս ստահակի այդ պահվածքից հետո Նադեժդային սիրահարվում է Թիֆլիս ժամանած մեծահարուստ վաճառական, լեհ վաճառական պան Կորյանսկին, բայց Նադեժդան արդեն չէր շտապում այսպես զգացմունքներով պատասխանել, ես ձեզ մի ամբողջ ողբերգական կյանք եմ պատմում, եթե հետաքրքիր է սիրելի ժողովուրդ, Կորյանսկին սկսում է սիրահետել, նույնիսկ կարգ է վարձում, առանձին կարգ է վարձում, որն ամեն օր Նադեժդային իհարկե օգտվում է այս պան Կորյանսկու, այսպես ասած, սիրահետումից չէ, ինչ որ անում էր, օգտվում էր, չէր մերժում, կարգն ուղարկում էր հետևից, Նադեժդան նստում էր, գալիս էր թատրոն, թատրոնից գնում էր տուն, Կորյանսկին նույնիսկ 2-3 հարկանի, այսպես առանձնատուն է գնում Թիֆլիսում, սկսում է կարգավորել այդ տունը ամեն ինչ, որ շուտով, շատ շուտով, նրա կարծիքով Նադեժդան պիտի դառնար պանի Կորյանսկի, բայց Նադեժդան չէր շտապում։ Ուրեմն նույն ժամանակահատվածում այս երգչուհուն սիրահարվում է Ալեքսեյ Սլիվիցկին, ցարական բանակի սպա։ Ուրեմն Սլիվիցկին հաշվի չառնելով լեհ վաճառականի սիրահետումները, հա, պարզապես սկսում է շքեղ նվերներ անել, ծաղկե փնջեր, չգիտեմ ինչ, պան Կորյանսկու ներկայությամբ։ Կորյանսկին չի հանդուրժում այս ամեն ինչը եւ Սլիվիցկուն կանչում է դուելի։ Նադեժդան սրա մասին չի իմանում։ Այդ օրը նա Թիֆլիսում համերգ ուներ, համերգից կես ժամ առաջ նրան ասում են, որ այսպես բան կա, Կորյանսկին եւ Սլիվիցկին մենամարտում են։ Նադեժդան թողնում է համերգը, չեղյալ է անում, նստում է կառքը, շտապում է դուելի այդ վայրը, բայց երբ որ հասնում է, փամփուշտներն արդեն արձակված են լինում։ Կորյանսկին շատ ծանր վիրավորվում է, բայց երկուսի ճակատագրի մասին էլ, այսինքն Սլիվիցկու եւ Կորյանսկու ճակատագրի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Նադեժդան թողնում է երկուսին էլ, վերադառնում է Թիֆլիս, Կորյանսկին պարզապես անհետանում է։ Ես չգիտեմ ինչ է լինում նրա ճակատագիրը, բայց դա կարևոր էլ չի։ Թիֆլիսում սկսում են այսպես չար լուրեր պատտել, Թիֆլիսում սկսում են այս աղջկան հայերը, սկսում են այս աղջկան բան բասել, իբր նա տղամարդկանց գերում է, գայթակղում է, հետո տանում է նրանց սպանում է, այսպիսի բաներ են սկսում խոսալ, նորից Մարիամ Դոլուխանյանն է նրան օգնում, հա, օգնում է, ասում է ոչինչ, մի լսիր, դու քո գործն արա, դու հռչակավոր, դու շատ ուժեղ կին ես, դու կարող ես այս ամեն ինչը հաղթահարել։ Բայց Նադեժդան թողնում է Թիֆլիսը, չի դիմանում պարզապես եւ մեկնում է Սանկտ Պետերբուրգ։ Մարինյան թատրոնում նա աշխատանքի հրավեր է ստանում, համերգների հրավեր է ստանում, այստեղ նույնպես արդեն ռուսները Մարինյան թատրոնում ասում են սիրելի երգչուհի, խոնարհվում ենք, գնահատում ենք, սիրում ենք, հարգում ենք, բայց չես կարող դու լինել Նադեժդա Պապայան, դու կարող ես լինել մինիմում Նադեժդա Պապաևան, Նադեժդա Պապայանը երկրորդ անգամ արդեն ռուսներին կտրականապես մերժում է, ասում է պարոնայք,
Ես ոչինչ չունեմ կորցնելու, կորցնողը դուք եք, ես հայ եմ, ես համբարձումի աղջիկն եմ, ես իմ հորս ազգանունը չեմ փոխիլ, կուզեք, խնդրեմ գովազների վրա, պաստառների վրա դրեք, ելույթներ կունենամ, ոչ, ես ոչինչ չունեմ կորցնելու, լասկալայում խնդրում են, որ ես երգեմ, Մարինյան թատրոնն էլ է հանձնվում, ռուսներն էլ են հանձնվում, չեն ուզում կորցնել այսպիսի հեղինակությանը եւ նրան ընդունում են։ Մարինյան թատրոնում երգելու տարիներին այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգ է ժամանում դեռևս Թիֆլիսից Նադեժդային սիրահարված եւս մեկը ցարական Ռուսաստանի մեկ այլ սպա Ալեքսանդր Տոնան։ Տոնան խոստովանում է իր սերը Նադեժդային, բայց ասում է, գիտես, պան Կուրյանսկին, որ անդադ քեզ սիրայտում էր, ես չէի ուզում մեջ ընկնել, մտածում էի դե մի քիչ հարգի չի, բայց երբ որ տեսնում է, որ Նադեժդան արդեն ազատ է, Նադեժդան արդեն մեկնել է Սանկտ Պետերբուրգ, Տոնան նրա հետևից գալիս է Սանկտ Պետերբուրգ։ Այս ամեն ինչից հետո Նադեժդան փոխադարձ զգացմունքներով պատասխանում է Ալեքսանդր Տոնային։ Գիտեք, Մարինյան թատրոնի արխիվներում պահպանվել են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ամեն անգամ համերգներից հետո Նադեժդա Պապայանին ծափահարում էին հոտնկայս այնքան ժամանակ, որ թատրոնի ղեկավարությունը ստիպված լույսերն անջատում էր, որ հանդիսատեսը գնար։ Այդպիսի փաստաթղթեր, ասում են, հանդիսատեսը չէր գնում, 20 րոպե, 25 րոպե, 30 րոպե ծափահարում էին, թատրոնի ղեկավարությունը ոչինչ չէր կարողանում անել, ասում են ստիպված լույսերն անջատում էին, որ հանդիսատեսը գնար, այդպիսի հեղինակություն էր Նադեժդա Պապայանը, այդպիսի հեղինակություն։ Ուրեմն 1903 թվականին երկար տարիներ անց Նադեժդա Պապայանը որոշում է վերադառնալ Աստրախան, այցելել ծնողներին եւ առաջին անգամ համերգ ունենալ իր սիրելի քաղաքում։ Տոնան այդ ընթացքում վերադառնում է Թիֆլիս, հետո նրանք պիտի հանդիպեն Թիֆլիսում։ Նադեժդան ասում է, ես մեկնեմ ծնողներիս տեսնեմ, հետ կգամ քեզ մոտ Թիֆլիս։ Բայց Աստրախանում հայ համայնքը շատ սառն է ընդունում Միլաններում, այսպես ասած, Եվրոպաներում հանդես եկող բեմում թռվռացող աղջկան շատ սառն են ընդունում, Նադեժդան նորից հիասթափվում է, վերադառնում է Թիֆլիս Ալեքսանդր Տոնայի մոտ, նրանք այսպես կարճ ժամանակով մնում են իրար հետ եւ Նադեժդան մեկնում է Իտալիա, կրկին։ Մեկնում է Եվրոպա, Փարիզ, Միլան, Հռոմ, այսպես համերգներով, այսպես նորից նրան ողողում են հրավերներով, ողողում են պարզապես ողողում են հրավերներով, խնդրում են, աղաչում են, որ մնա Լա Սկալայում, այս անգամ Նադեժդան արդեն փորձում է ինչ-որ հարմար մի առաջարկ ընդունել, բայց հանկարծ լուր է ստացվում, որ մայրը Ելիզավետա Կոտոյանը ծանր հիվանդ է։ Նադեժդան համաձայնում է այս առաջարկներին, բայց ասում է, ինչ ժամանակ տվեք, ես ծնողներիս այցելեմ, մորս տեսնեմ եւ կվերադառնամ։ Ուրեմն Աստրախան մեկնելու համար մեկնում է Մոսկվա, դե այն ժամանակ այդպես էր, պիտի մեկներ Մոսկվա, Մոսկվայից մեկներ Աստրախան։ Նամակով հայտնում է Տոնային, որ ինքը գնում է Աստրախան, գալիս է Մոսկվա եւ Ալեքսանդր Տոնան Թիֆլիսից գնում է Մոսկվա Նադեժդային դիմավորելու։ Նրանք Մոսկվայում հանդիպում են, այսպես Նադեժդան որոշում է մեկնել մորը տեսակցության եւ խոստանում է Ալեքսանդր Տոնային, ասում է այս անգամ անպայման ես կգամ Թիֆլիս եւ մենք միասին կմեկնենք Եվրոպա։ Նրանք նստում են տարբեր գնացքներ, այսպես խոստումներով, որ շուտով պիտի հանդիպեն։ Տոնան նստում է Թիֆլիս մեկնող գնացքը, Նադեժդա Պապայանը նստում է Աստրախան մեկնող գնացքը, սպասումով, որ պիտի շուտով հանդիպեն, բայց նրանցից ոչ մեկը տեղյակ չէր, որ իրենց ճանապարհներն այլևս երբեք չեն հատվելու։ Նադեժդան մեկնում է Աստրախան։ Շատ կարճ ժամանակ անց ծանր հիվանդությունից մահանում է Ելիզավետա Կոտոյանը, մայրը, այսինքն հասնում է տեղ եւ գրեթե չի հասցնում մորը տեսնել, մայրը մահանում է։ Սա արդեն 1905 թվականն է, սիրելի ժողովուրդ։
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին, այսինքն դեռևս 19 տարի անց պիտի ծնվեր Գոհար Գասպարյանը եւ ծնվելուց 20-25 տարի հետո նոր պիտի սկսեր նրա կարիերան, բայց հայկական սոխակը արդեն փայլում էր եվրոպական բեմերում։ Այսպես 1905 թվականի աշնանը Նադեժդա Պապայանը հասնում է Աստրախան, մայրը մահանում է։ Դե ինչ պիտի անի, հայրը այնտեղ մի քանի օր մնում է հոր մոտ, հորն ասում է, գիտես, ես պիտի մեկնեմ Թիֆլիս, ինձ Ալեքսանդրը սպասում է։ Ինչպես եւ խոստացել էր, ուզում է մեկնել Թիֆլիս, բայց նոր տարվա այսպես շեմին Աստրախանի երկաթգծի կայարանի աշխատողները հանկարծ որոշում են գործադուլ անել։ Երկաթգիծը չի աշխատում, փակվում է ձմեռ, ձյուն։ Նադեժդան ստիպված մնում է Աստրախանում, դե սպասում է այնքան ժամանակ, մինչև պիտի երկաթգիծը բացվի, որ ինքը մեկնի Թիֆլիս։ Ուրեմն նոր տարուց 2-3 օր առաջ, դեկտեմբերի 28-29, դուռը թակում են 3 հոգի, Նադեժդան բացում է դուռը, բարև ձեզ, մենք Նադեժդա Պապայանին ենք ուզում, լսել ենք, որ երգչուհին եկել է հայրենի Աստրախան, մենք նոր տարվա երեկո ենք կազմակերպել, երիտասարդներ, տակավին երիտասարդներ, ուզում ենք ձեզ սիրով մեծ պատիվ կանեք, եթե ներկա լինեք մեր նոր տարվա այդ երեկոյին, Նադեժդան երեխաներին, տղաներ, երիտասարդ երեխաներ չէ, 20-25 տարեկան, տուն է հրավիրում։ Թե է հյուրասիրում, թխվածք է հյուրասիրում, ասում են նստեք, ես սիրով կմասնակցեմ, թե Աստրախանում եմ, ինչ պիտի անեմ, սիրով կմասնակցեմ։ Նստում են թեյի եւ այս երիտասարդները խոսակցության մեջ սկսում են մի քիչ ուրիշ թեմաներից խոսալ, համբարձում Պապայանի խնայողություններով են սկսում հետաքրքրվել, Նադեժդան մի տեսակ լինում, ասում է, ինչ կապ ունի համբարձումի փողերն էստեղ։ Հասկանում են, որ այստեղ մի բան են չի։ Այս չահելներից մեկը խնամքով, այսպես ասած, թաքցրած երկաթե ձողը հանում է ու հարվածում համբարձում Պապայանի գլխին։ 2 հարված է տալիս, Նադեժդան հասնում է հորը, այսպես ասած, պաշտպանելու, բայց մի քանի հարվածներ էլ նա է ստանում։ Ուրեմն ուշքի է գալիս արդեն Աստրախանի հիվանդանոցում Նադեժդան եւ առաջին հերթին տեղեկանում է, որ ստացված վնասվածքներից համբարձում Պապայանը մահացել է։ Ինքը մի քանի օր հետո նոր ուշքի է գալիս հիվանդանոցում։ 22 կոտրվածքներ, գանք ուղեղի 22 կոտրվածքներ է ստանում այս երգչուհին, տակավին երիտասարդ դեռևս։ Ուրեմն վերքերը մշակելու եւ վիրահատությունների համար բժիշկները ստիպված են լինում խուզել նրա երկար վարսերը։ Եվ երբ որ ասում են նրան, որ պիտի վարսերը խուզեն, նա ասում է, ես պիտի նամակ գրեմ։ Նամակ է գրում Ալեքսանդր Տոննային, շատ այսպես զգացմունքային նամակ է, ասում է, սիրելիս, նրանք ուզում են խուզել իմ վարսերը, որոնց դու սիրահարված ես, թույլ կտաս։ Ալեքսանդր Տոննան ուղղակի քանդուքարափ է լինում այս նամակից։ Դուրս է գալիս Թիֆլիսից, շտապում է Աստրախան, բայց Աստրախանում դեռևս չկա երկաթգիծ, հասնելու ճանապարհներ չկան։ Ուրեմն Ալեքսանդր Տոննան, չգիտեմ ինչ ճանապարհներով, ինչ ծանրությամբ, ինչ դժվարությամբ Աստրախան է հասնում Նադեժդա Պապայանի հուղարկավորության հաջորդ օրը, չի տեսնում նրան, երբ որ հասնում է Նադեժդան արդեն մահացած է լինում։ 1906 թվականի սիրելի ժողովուրդ, հունվարի 19-ին տակավին 37 տարեկանում Աստրախանում մահանում է այս ապուշ հիմար դիպվածից, մահանում է հայ օպերային առաջին երգչուհին, հայկական սոխակը, որին այդ անունը տվել էին Միլանի Լա Սկալա օպերայում 1893 թվականին։ Ալեքսանդր Տոննային են հանձնում համբարձում Պապայանի եւ Նադեժդա Պապայանի ողջ ունեցվածքը, որևէ մեկը չկար, Ելիզավետան մահացել էր, Վոլոդյան վաղ տարիքում մահացել էր, Քեռի Հովանեսը վաղուց մահացել էր, այսպես ասած Ալեքսանդր Տոննան միակ մարդն էր, որը այսպես
Եվ ծանոթ եւ անծանոթ էր այս ընտանիքին, թեև նա երբեք համբարձումին չէր տեսել, բերում են մի ամբողջ ունեցվածք։ Աստրախանում էր ապրում նաև համբարձումի փոքր եղբայրը։ Ալեքսանդր Տոնան, սովորական ցարական բանակի սպա, համեստ աշխատավարձով ապրող այս երիտասարդը ողջ ունեցվածքը Նադեժդա Պապայանի, սա անհաշվելի կարողություններ էր, չգիտեմ, չադամանդներ, նվերներ, համբարձում Պապայանի հավաքած այդ գումարները, ողջ գումարը տանում, հանձնում է համբարձում Պապայանի եղբորը եւ հողարկավորության բոլոր ծախսերը փոխհատուցում է իր համեստ աշխատավարձից։ Այսպիսի ազնվական տղամարդ Ալեքսանդր Տոնան, ոչինչ չի պահում իրեն, ամենը հանձնում է այդ համբարձումի եղբորը, նա էլ այդ ողջ ունեցվածքը ընդամենը մեկ ամսվա մեջ տալիս է հարբեցողության, ուղղակի հարբեցողության։ Պապայանների կյանքը խլած հանցագործներին գտնել չի հաջողվում շատ երկար տարիներ, 12 տարի անց 1918 թվականին Աստրախանում հայտնաբերում են 3 հոգուց բաղկացած այս ավազակախումբը եւ պարզվում է, որ Համբարձում Պապայանի գլխին հարվածողը եւ Նադեժդա Պապայանին այս օրը գցող այդ 3-ից մեկը ազգությամբ հայ է լինում։ Այս հային չեն կարողանում գտնել։ Գտնում են դրանց պարագլխին, այս պահին չեմ հիշում ազգությամբ ինչ էր, Տագիև, ոմն Տագիև, երևի թաթար Տագիև, գտնում են այդ Տագիևին, Աստրախանի ներքին գործերի այդ ժամանակ ոստիկանության հատուկ բաժնի պետ Աթարբեկյան կար։ Աթարբեկյանը հրամայում է, ասում է դրան բերեք ինձ մոտ, այդ Տագիևին տանում են Աթարբեկյանի սենյակ եւ այսպես առանց հարցաքննության, առանց որևէ բառ ասելու, Տագիևը հենց մտնում է սենյակ, Աթարբեկյանը ուղղակի այսպես ատրճանակում, մի անգամից ճակատից խփում է, տեղում այդ Տագիևին։ Հային այդպես էլ չեն կարողանում գտնել։ Այսպես, սիրելի ժողովուրդ, շատ ողբերգական ավարտվում է հայ օպերային առաջին երգչուհու հայկական Սոխակի կյանքը, շատ ողբերգական է ավարտվում։ Եվ կրկնում եմ, ես չգիտեմ որն էր առավել մեծ ողբերգություն նրա ապրած այս ցավալի կյանքը, թե այն, որ նրա անունը մոռացվեց, որևէ մեկը չհիշեց, որ 1893 թվականին Միլանի Լասկալայում կար հայկական Սոխակ։ Ինչպես ուզում եք գրեք, ոնց ուզում եք գրեք, ուզում եք Google-ին գրեք, ուզում եք ինչ են այսօրվա այդ ChatGPT, չգիտեմ, հարցրեք։ Միևնույնն է, կասեն Գոհար Գասպարյան ամենայն հարգանքով, իհարկե արժանավայել, իհարկե արժանի է։ Բայց ես ուզում եմ դուք իմանաք պարզապես այս պատմությունը, որ աշխարհի երեսին ապրել, ստեղծագործել եւ ողբերգական այսպիսի ճակատագրով անցել է հայ օպերային առաջին երգչուհին Նադեժդա Համբարձումի Պապայանը, որին կրկնում եմ 1893 թվականին արդեն կոչում էին Միլանի Լասկալայում հայկական Սոխակ։ Նադեժդա Պապայանի, սիրելի ժողովուրդ, եւ արդեն 24 այլ հռչակավոր եւ քիչ հայտնի կանանց մասին դուք կարող եք կարդալ իմ 4-րդ մշուշոտ ճակատագրերի երգը գրքում։ Եվ հիշեցնեմ նորից, նրանք ովքեր ապրում են Երևանում ու Հայաստանում մի քիչ դժվար է, չգիտեմ, կապ չունի, Գյումրի, Հրազդան, չգիտեմ, ում որ հարմար կլինի, այստեղ մարզը կարևոր չի։ Եթե ապրում եք Հայաստանում, եթե ցանկություն ունեք, մարտի 23-ին ժամը 16:30 համեցեք, սիրով կսպասենք Զաքյան 10 հասցեում գտնվող Թիմ Թայմում։ Այսքանը, սիրելի ժողովուրդ, ես ձեզ պարբերաբար կպատմեմ տաղանդավոր, առասպելական, հռչակավոր մեր կանանց մասին, որոնց ճակատագրերը, չգիտեմ, ես անկեղծ չգիտեմ որն էր ավելի սարսափելի, անկեղծ չգիտեմ, դուք ինքներդ որոշեք, այո, տեսեք, շատ ողբերգական էր Նադեժդայի ճակատագիրը, բայց ինձ համար առավել ողբերգական է այն փաստը, որ 100 տարիներ անց 1893 թվականը, որտեղ 2025 թվականն է, մինչ օրս նրա անունը
հայտնի է ամենանեղ շրջանակներում, գուցե պրոֆեսիոնալ շրջանակներում, կոնսերվատորիաներում, չգիտեմ, երաժշտություն այսպես, բայց մեր ժողովուրդը, մեր մշակութային կյանքը չեն խոսում դրա մասին եւ դրա մասին որևէ բան չի բարձրաձայնվում անարդարացիորեն։ Շնորհակալ եմ, որ միացաք, լավ մնացեք, կհանդիպենք, ցտեսություն։